Բարույս իմ շատ սիրելի հայրենակիցներ, ողջույններս բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ, որ ալիքի հետ եք դիտում եք իմ վիդեոները, սկզբի համար բոլորին ուզում եմ շնորհավորել ծննդյան տոների կապակցությամբ, քանի որ Միացյալ Նահանգներում այսօր ամսի 25-ն է, սուրբ ծննդյան տոներն են, հենց որ Merry Christmas բոլորին, ովքեր նշում են այս տոնը, ճիշտ է մեր եկեղեցական տոների մեջ չի մտնում հայ առաքելական եկեղեցու տոների մեջ չի մտնում, համենայն դեպս ավելորդ չեմ համարի, ոնց որ ասում եմ եւս մի անգամ ոնց որ ասած Աստծու հետ կապված տոնը նշել, ասենց ասեմ, հենց որ շնորհավոր ծննդյան տոներ։ Այսօր ամսի 25-ն է, ժամը արդեն լինում է 7-ը, ես ճիշտն ասած այսօր ժամը 4-ից տանը on-line միացրած նստած եմ, նոր մեր մոտից տվեց, եկա Բրբանկի аэропորտ։ Հիմա տեսնենք հետո ինչ է սպասվում, այսօր կեսօր եմ աշխատելու, ճիշտն ասած, հենց որ ինչ կհասցնենք մինչև 3-4 այդ կողմերը։ Ինչպես միշտ խորին շնորհակալությունս, որ դիտում եք վիդեոները, դնում եք ձեր լայքերը, կոմենտներ եք գրում, մեծ օգնություն է ինձ, իրոք խորապես շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ բոլոր այն մեր տղերքին, ովքեր զանգում են, գրում են, փորձում են մի հարցով օգտակար լինեն, դա իմ համար մեծ բան է, իրոք շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ ալիքին նոր միացած մեր բոլոր հայրենակիցներին, իսկ եթե սպայն դիտում եք այս վիդեոն ու ձեր դուրը գալիս է վիդեոն, բայց դեռ գրանցված չեք ալիքին, այդ մի բանն է դուք իմ համար արեք, գրանցվեք ալիքին, ձեր լայքերը դրեք, ինձ օգնություն է դա, ես հնարավորություն կունենամ հետագայում ավելի հետաքրքիր վիդեոներ, ավելի մեծ հաճախականությամբ տեղադրել, հենց որ նախապես շնորհակալ եմ ձեզ։ $32 կոմֆորտով Բրբանկի аэропորտ, գիտեմ քիչ է այս մեքենայի համար, այս ծախսի համար, բայց դե հիմա այս պահին չգիտեմ, այս պահին ուրիշ տարբերակ չունեմ, հենց որ հələ որ սենց պետքա ոնց որ ասում է յոլա գնանք, կտրուկ ինչ-որ փոփոխություններ էլ հիմա այս պահին չեմ ուզում արած լինեմ, հենց որ պետք է համբերենք։ Դե ինչ, հուսով եմ մինչև վերջ կդիտեք վիդեոն, մնացեք ալիքի հետ, գնացինք մեր հաջորդ պատվերների հետևից։ Շատ կարճ պատվեր, մի հատ էլ հենց аэропորտի կողքից տվեց դեպի аэропորտ, մի մայլ էր ընդամենը, որոշեցի չմերժեմ, որովհետև դե ինչպես գիտեք, էդ էլ է պատճառ, որ դանդաղում է պատվերները, երեք այնքան եմ մերժել, որ ուղղակի ոնց որ անջատվեց երևի ծրագիրս, որտեղ աննորմալ արդեն սկսել էր, մի քանի հատ արեցի տենց փոքր պատվերներ, մտածելով, որ դե երևի ծրագիրը ոնց որ ասած սկսի ավելի լավ աշխատել, բայց այն որ արդեն տալիս էր 19 մայլ, այս վարորդները լրիվ մարդու ունից հանում են, մի խոսքով 19 մայլ, ասենք ինչքան էր տալիս, 20-30-ի մոտ մի խոսքով, սենց ինչ-որ տարօրինակ աննորմալ պատվերներ է տալիս, դրա համար երեք շատ եմ մերժել, տեսնենք, ես օգուտ կտա, թե չէ, հասկանում եմ, գիտեմ, ձեր չի տալիս, փոքրը, կարճը, էժանը,
Սպասում ենք, դեռ սպասում ենք, ոչ մի բան չկա, նույնիսկ այն որ լինում է որ հաճախ ասենք 12-15 դոլար է ծնգում, նույնիսկ այդ չկա։ Եկա մտա մի հատ Universal, ուրեմն Studios-ում պատտվեցի, դուս եկա։ Իմիջայլոց այս Universal-ի հետ կապված տեղերքին ասեմ, մարդը հիմա որ տեղյակ չի, ուրեմն այս City Walk-ի մուտքով որ մտնում եք, բարձրանում եք, երբ որ հետևի կողմից չես, դիմացի կողմից, երբ որ բարձրանում եք վերև, մարդ ես հանկարծ գիտեմ շատ վարորդների համար մեծ խնդիր է, չեն թողում մի տեղ, ասենք զուգահաններ չկա եւ այլն, ստեղ իմացեք, տեղ որ մտնում եք, այնտեղ մի հատ հատված կա parking-ի փակ, որտեղ 16 րոպե թույլատրվում է կանգնել այդ food delivery եւ այլնի համար ու այնտեղ զուգահանը հենց կողքն է։ Պետք եղած դեպքում իմացեք էլի պետքական ինֆորմացիա տեղ կարա կանգնեք 16 րոպե, նույնիսկ իրանց էլ որ ասում ես, իրանք ասում են խնդիր չկա, հենա գնա կանգնի, գնամ օգտվի, ինձ որ հիմա Ventura-ի վրա իջա, կանգնեմ ստեղ, սպասենք, նստենք թախտին, սպասենք բախտին, ոնց որ ասում են, ահագին ժամ արդեն, ուղղակի կանգնած եմ, կամ պատտվում եմ, ոչ մի բան, բառացիորեն ոչ մի բան չկա, նույնիսկ ամենաստից պատվերը չի տալիս, ոչ մի բան, ոնց որ զուտ ծրագիրը անջատված լինի, հիմա նորից պատտվելով, նորից հետ եկա Studio City-ի կանգնած ահագին ժամանակ, բայց հիմա ուրեմն որոշեցի, քանի որ այսօր պլանավորած մի քիչ գործեր կան ժամ, տենց կեսօրից հետո, հիմա արդեն Valley Village-ի մեջով, տենց վերև կբարձանամ մի խոսքով վերի, սենց միացրած կգնամ տուն, եթե ճանապարհին մի բան տվեց, կանեմ, եթե չտվեց, չգիտեմ, կհասցնեմ այսօր երեկոյան աշխատել թե չէ, դա հարց է, չեմ կարա հիմա ասեմ այս պահին, բայց եթե նույնիսկ այսօրը չհասցնեմ, հեռու մի գնացեք, ուրեմն մի քանի վայրկյանից կտեղափոխվենք հաջորդ օր, այս վիդեոյում 2 օր կմիացնեմ իրար, քանի որ սենց դանդաղ ամեն ինչ, կտեղափոխվենք հաջորդ օր ու կշարունակենք մեր աշխատանքը, առայժմ։ All right. Thank you. Have a good day. Thank you. Ողջույն հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, հուսով եմ բոլորդ լավ եք, նորից ես եմ ձեր հետ եկա, ինչպես խոստացել էի մի քանի։ Ընկեր խոսում ենք էլի ցավը տանեմ։ Դե ինչ ողջույններս, ընկներեք մեզ մի պահ հանգարեցին։ Այսօր օրը շաբաթ է, ես մի օր էլ արանքում բաց եմ թողել, որովհետև երեք ուրբաթ օրը ես դուրս եմ եկել, ոչ մի բան չեմ արել ուղղակի, ոչ մի հատ կարճ պատվեր եմ արել, ուժղայնացա գնացի տուն, հիմա այսօր շաբաթ է, այսօր ինչպես տեսակ արդեն 2 պատվեր արեցի, եկա Լակրասենտայից Բրբանկի аэропորտ եւ Բրբանկի аэропորտից իջա Universal Studios, հիմա Universal Studios-ի մոտակայքում կանգնած եմ, ուրեմն սպասում եմ հաջորդ պատվերին։ Շնորհակալ եմ, որ վիդեո ետեք, շնորհակալ եմ, որ դիտում եք իմ վիդեոները, չմոռանաք դնել ձեր լայքերը, ով գրանցված չի գրանցվեք ալիքին, դա ինձ կօգնի ավելի հաճախ վիդեոներ տեղադրել, ավելի հետաքրքիր, ավելի շատ ժամանակ կտա ինձ, այնց որ
գնացինք մեր հաջորդ պատվերների հետ, որոնք իհարկե հուսամ կլինեն։ Universal-ից Griffith Park բերեցի, Griffith Observatory ավելի ճիշտ։ Ճանապարհը դատարկ, բայց Vermont-ի ուրեմն հենց այդ սկզբից սկսած, որ մտնում եք դեպի observatory-ի ճանապարհը, երևի սուտ չլինի մի կեժան բարձրացել ենք։ Ահա որ խցանումներ, դե այս սենց օրերին միշտ էլ նմանատիպ տեղերը observatory-ա կլինի այնտեղ, նույնը կատարվում էր նաև Universal Studios-ում, ահա որ խցանումներ, բայց դե լիֆտի գոնե մի առավելություն կա, որ ասենք Uber-ը դեռևս դադարեցրել էր չէր անում, լիֆտը օրինակ անում է, լիֆտը ժամանակի համար, եթե սպասում ես, ավել վճարում է, օրինակ հիմա այս իմ պատվերը 10-12 դոլար ավել կանգնեց, որովհետև տրաֆիկ էր, մնացինք մեջը, այդ վերջի ժամանակներ, երբ որ Uber-ը քշում, ես տենց բան չեմ նկատել Uber-ում, որ ավելանա գինը։ Հիմա կիշտեմ ներքև ստեղ Հոլիվուդ, կանգնեմ մի քիչ կսպասեմ հաջորդ պատվերին։ Հոլիվուդից SoFi Stadium բերեցի, լավ էր, մարդիկ այդ մասին էլ էին մտածել, շուտ էին դուրս եկել, շուտ էին որոշել գային, տրաֆիկ, ոչ մի բան չկա, հիմա նոր այն կոներ բաները շարում են, լավ, այս մարդկանց իջացրեցի ու հիմա շուտ դուրս եմ գալիս, ոչ տրաֆիկ կա, ոչինչ, հիմա ճիշտը որ ասեմ, չեմ ուզում նորից վերև բարձրանալ, երևի կգնամ մի հատ աերոպորտի կողմ, կփորձեմ аэропортում մի բան անել, միգուցե այնտեղ մի բան ստացվի, տեսնենք ոնց կլինի։ One eternity later. Ինչ LAX-ից ինչպես միշտ այս վերջերս
Երկար սպասելուց հետո, ոչ մի բան չստանալուց հետո դատարկ դուրս եմ գալիս, որտեվ ագին սպասեցի, բայց դե ոնց որ թե ձայն չկա, դուրս գամ էլի բարձանամ քաղաքի կողմ, միգուցե այնտեղ բախտս բերի, տեսնենք այնտեղ ինչ կլինի, գնացինք։ Աերոպորտից հետ բարձրանալու ճանապարհին ստացա պատվեր ու եկանք Շերմանոքս, շատ լավ է, ես կողմ ես ուզում ես կողմ բարձրանալ, որտեվ արդեն ժամը 5-ն է, հեսա օրն էլ դե շաբաթ է, ենթադրում եմ, որ այս կողմից, ասենք հատկապես Վենտուրա փողոցի հատվածից դեպի Հոլիվուդ կամ Վեստ Հոլիվուդ պատվերներ կլինեն այս ժամին, դրա համար շատ լավ ստացվեց, սենց բլայքով բերեցի, ոչ խցանումներ կա, ոչ մի բան, դե գիտեք, այսօրվա օրը, մի խոսքով, Շերման օքսում եմ, հեսա միտեղ հարմար կտեղավորվենք ու կսպասենք հաջորդ պատվերին։ Ժողովուրդ ջան, ես արդեն երկար ժամանակա, շատ երկար ժամանակա սպասում եմ պատվերի, ոչինչ չկա, ցավոք սրտի, ժամը արդեն ուշ է, իմ համ ժամն է լիֆտի վերջանում արդեն, համ էլ ես էլ արդեն ահավոր հոգնած եմ, ահավոր ձևի հոգնած եմ, երևի այսօր այսքանով կեզրափակվենք, թույլ օր էր, դե ինչ ասեմ, 12 ժամ աշխատելով $220 եմ աշխատել ընդամենը, չգիտեմ ինչ ասեմ, մի խոսքով հուսով եմ կլավանա ավելի գործը, տեղեքին էլ համբերություն, ովքեր որ գործի մեջ են քշում են, գիտեմ դժվարա, ծանրա, շատ եմ խոսում բոլորի հետ, կապերի, շփումների մեջ եմ անընդհատ ու բոլորի մոտ էլ շատ ահավոր վիճակ է, հենց որ ձեզ մեզ ավելի ճիշտ բոլորիս համբերություն, լավ եղեք մինչև մեր մյուս հանդիպումը մի քիչ ուրիշ տեղ եմ լինելու երևի թե, այդ մասին արդեն հաջորդ վիդեոին պարզ կլինի, տեսնենք ոնց կստացվի, ամեն դեպս ենթադրում եմ, որ հաջորդ վիդեոն մի քիչ ուրիշ ձև է լինելու, հենց որ մնացեք ալիքի հետ, շնորհակալ եմ բոլորիցդ, լավ եղեք, բարի գիշեր։